Բարի օր Տավուշի դպրոցականներին, նրանց ուսուցիչներին, ծնողներին եւ առհասարակ Տավուշի բոլոր բնակիչներին։ Ես Մարատ Օրգյանն եմ, լրագրող եմ։ Ծնվել եմ Տավուշի Այգեձոր գյուղում եւ բնական է, որ Տավուշ հեռուստաընկերությունն է, ընկերության կայքն է, ինձ համար հարազատ են ու կարեւոր։ Ժամանակ առ ժամանակ միացնում եմ այդ ալիքը։ Մշտապես մտնում եմ կայք, որ տեսնեմ, թե ինչ կա իմ փոքր հայրենիքում։ Ու վերջերս կայքում տեսա Տավուշի իմ տան հեքիաթը, մրցույթի մասին մի հայտարարություն, կարդացի պայմանները եւ ասեմ ձեզ, որ շատ սիրեցի այդ գաղափարը։ Հիմա ուզում եմ կոչ անել Տավուշի բոլոր դպրոցականներին, որ մասնակցեն այդ մրցույթին։ Հրաշալի գաղափար է։ Անկես լինելով ասեմ, որ ինձ սկսեցի մտածել, որ եթե հիմա այդ դպրոցական լինեի ու որոշեի, որ ես էլ եմ ուզում մասնակցել, ինչ կգրեի, ինչ կպատմեի, ու այսպես ակամա ընկա իմ մանկական հուշերի գիրկը։ Մանկական եմ ասում, որովհետև ես Տավուշում ապրել եմ փոքր տանիքում, բայց ասեմ, այնքան պատմություններ, այնքան մարդկանց հիշեցի, շատ, Այգեձորի կենտրոնը հիշեցի, Եղցի Բալանը։ Չնայած իմ ապրած ժամանակ այնտեղ եկեղեցին չկար, կինոյի շենքի էին վերածել ու ամեն օր կինո էին գնում, բայց վայրի անուն իհարկե պահպանվել էր, Եղցի Բալան։ Իրիկունները, ըրգյուները, գյուղի մեծերը հավաքվում, նստարաններին նստոտում, զրից էին անում, այդ օրվա կամ հաջորդ օրվա գործերից էին խոսում, բաղը ջրելուց կամ սրսկելուց էին խոսում։ Եղցի Բալանը այն վաղտվա Այգեձորցունց Facebook-ն էր, բոլոր նորություններն այդտեղ էին փոխանակվում։ Այդ դիմացը Սերոժի խանութն էր, դրա երկրորդ հարկում էր գյուղսովետն էր։ Այդ գյուղսովետում մի մեքենագրուհի կար, դրա մասին եմ ուզում կարճ պատմել, անունը լավ չեմ հիշում, կարծեմ Լուսիկ։ Բայց տեսել եմ, թե այդ Լուսիկը ոնց էր գրամեքենայով տպում։ Թե գրամեքենա եթե չեք տեսել, գոնե կինոներում տեսած կլինեք։ Ստեփնաշարով էր համակարգիչի պես մի բան։ Այդ կինը սարսափելի արագ էր տպում։ Այդպիսի արագություն ես այլևս երբեք չեմ տեսել։ Բայց տպում էր մեկ ձեռքի, մեկ մատով, այսպես։ Ֆայլենի արագություն։ Ես չգիտեմ, ինքն իրեն տպել էր սովորել այդ նիմատով, հետո ժամանակի ընթացքում վարպետանալով հասել էր աներևակայելի, կայծակնային արագությունների։ Հիմա կայծակնային ասեցի ու վարսավիր կայծակին հիշեցի։ Գյուղում երկու վարսավիր կար, Գարին ու կայծակը։ Երկուսն էլ մեկը մյուսից սրամիտ։ Գարին նաև ինքնուս բժիշկ էր, սնխչի։ Դուրս ընկած ձեռք, ոտք էր տեղը գցում, ջարդվածը գիպսի մեջ էր դնում ու այդ ամեն ինչը ուղեկցվում էր սրամիտ կատակներով։ Մի օր մի գյուղացու ջարդված ձեռքը գիպսում է դնում, այս գյուղացին խեղճ ասում է Ագարջան, բա մի գիպսը երբ ես հանիլ, հենց նոր էր դրել։ Գարիս էլ ասում է դե մի կես տարի, մի տարի թող մնա, կտենաս ուշադիր կլնես, հենց տենաս մղմուղն ընգավ, կգաս, այսինքն հենց տեսնես բորբոսնումը կգաս։ Վարսավիր կայծակն էր, որ սփյուռքահայ էր 47-ի ներգաղթին էր եկել, հետներ գործիքներ ու մի մեծ հայելի էր բերել, կիրթ մարդ էր, ու ինքն էլ էր շատ սրամիտ։ Սապոնն ապանի մեջ փրփրացնելով քսում էր այդ գյուղացու կոշտացած անթրաշերեսին, որ գոնե մի քիչ կկղծնի, որ կաշվե գոտու վրա այն ածելին սրում էր, որ այդ ածելին կարողանա վերցնել։ Ու այդ ընթացքում այն տեսակ սրամիտ ռեպլիկներ էր բաց թողնում, որ այդ խեղճ գյուղացին պահի տակ հենց ինքն էլ կայծակնահար էր լինում։ Իմիջայլոց վարսավիրանոցը հիշեցի ու հիմա ասեմ ես լավ չեմ հիշում, բայց վարսավիրանոցում կարծես թե կին երբեք չեմ տեսել։ Կամ այն կարծես վարսավիրանոց չէին գնում, թե
Հələ ձեր տան մեծերին, տատիկներին հարցրեք, տեսեք կանայք գնում էին վարսավիրանոց։ Ու եթե չէ, բա ո՞նց էին անում։ Մի խոսքով, ասած այն է, որ մրցույթին անպայման կմասնակցեք։ Մի քանի րոպեանոց տեսահոլովակ նկարեցեք։ Ճիշտ է, այդ բառը չեմ սիրում տեսահոլովակ։ Միջելուց չգիտեմ դրան ինչ կարելի ասել մեր բարբառով։ Այդ ես խնդիր, մի լավ բառ հնարեցեք տեսահոլովակի փոխարեն։ Մի խոսքով, մի կուճրիկ կինո նկարեցեք, կամ կինոներ նկարեցեք կուճրիկ ու պատմեցեք ձեր գյուղի, ձեր ընկերների, տնեցիների, հարևանների մասին, կարող եք հեռախոսներով նկարել։ Բա ասում եմ, ես էլ եմ հեռախոսով նկարել։ Ասում եմ, բա այն ժամանակ հեռախոսները լինեին, գիտեք, ինչ լավ մարդկանց, ինչ լավ պատմություններ կնկարեինք։ Մի խոսքով նկարում եք, մասնակցում եք, պատմում եք, անպայման։ Ստեղծում եք ձեր ընտանիքների, ձեր գյուղերի արխիվները։ Մի պատմություն էլ հիշեցի։ Մեր հարևան Քիքիդայի, մկնած Քիքիի պատմությունը։ Բայց երկար կլինի։ Լավ, թողեք այդ մնա, մրցույթն ամփոփելիս կպատմեմ, խոստանում։ Ուրեմն մասնակցում ենք մրցույթին բոլորս։